Դե ասեք, ինչ է այս թռչնի անունը։ Ճիշտ եք, հնդկահավ։ Իսկ գիտեք ինչու հենց հնդկահավ։ Հիմա պատմեմ։ Գիտենք, չէ, որ անգլերեն հնդկահավին turkey են կոչում, բայց Թուրքիան վայրի հնդկահավեր չեն եղել։ Ավելին, թուրքերն այս թռչնին անվանում են հինդի, կարծելով, թե այն տարածվել է Հնդկաստանից։ Մենք էլ ենք այդպես ասում, հնդկահավ։ Բայց մալազիացիներն այս թռչնին կոչում են դանիական թռչուն, արաբները հռոմեական հավ, իսկ հույներն անվանում են ֆրանսիական թռչուն։ Ֆրանսիացիներն իրենց հերթին այն կոչում են հնդկական հավ։ Թռչնին հնդկական արմատներ են շնորհում նաև Լեհաստանում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում։ Լավ, իսկ ինչ են դրան անվանում հենց Հնդկաստանում։ Չեք հավատա, բայց այնտեղ թռչնին կոչում են Պերու, չնայած Պերուում նույնպես հնդկահավեր չկային։ Հարց առաջանում, ով է այս համաշխարհային շփոթմունքի գլխավոր մեղավորը։ Այո, մեր հին ու բարի Քրիստոֆոր Կոլումբոսը, ով վստահ հայտարարեց, թե հասել է Հնդկաստան ոչ թե Հյուսիսային Ամերիկա, որտեղ էլ իրականում ապրում է այս թռչունը։ Իսկ թռչնի իրական անունն իմանալու համար պետք է հարցնել ացտեկներին, ովքեր ընտելացրել էին հնդկահավը հազարավոր տարիներ առաջ եւ անվանել այն Ուեշլոտոլ, ինչը թարգմանաբար նշանակում է մեծ հրեշ։